Պարոն Նահապետյան, 2025 թվականի արձանագրված կոռուպցիայի ընկալման համաթիվը փորձագետը բացատրեց, որ Հայաստանում կա մեծ կոռուպցիա, բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն պատկերն է, քանի որ խոսքը 50 համաթվից ցածրի մասին է, ինչը նշանակում է մեծ մասշտաբի կոռուպցիա կա մեր երկրում։ Փորձագետի այս բացատրությունը եւ եզրահանգումը նաեւ ձեր աշխատանքի գնահատականն է։ Եվ այս առումով արձանագրելուց բացի, ես կուզեմ, որ դուք պատասխանեք մի քանի հարցերի, մասնավորապես 35 էջանոց ձեր զեկույցում 12 էջ, ոնց որ 2000-ականների արխիվը ընթերցեմ, այդ թվում եւ մամուլի հրապարակումները, այնտեղ հանդիպեցին նաեւ օրինակ իմ բացահայտումներին լրագրողական տարիների, որոնք վերաբերում են նախկին տարբեր պաշտոնյաներին։ Հասկանալի է, նախընտրական տարի է, նախկիններին վերաբերվող գործերի մասին պետք է խոսել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները դիվիդենդներ հավաքեն։ Բայց ձեր հաղորդումը մենք էլ ենք կարդում, պարոն Նահապետյան, եւ արձանագրել եմ, որ ընդամենը մեկ մարդ կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, վաղ շաբաթ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ իր ընտանիքը, որոնք որ անցնում են քրեական գործով։ Ուզում եք ասել, որ գործող իշխանության որևէ ներկայացուցիչ կոռուպցիոն որևէ գործում ներգրաված չէ։ Անկամ Հովիկ Աղազարյանը, որ արդեն քաղաքացիական պայմանագրի հետ կապ չունի, այդ իր պետական գաղտնիքի չարչարկված գործը ինչ եղավ, վերջը ինչ գաղտնիք էր բացահայտել, ինչ էր արել, որ հանրությունը այդպես էլ չիմացավ այդ մասին։ Նաև ուզում եմ դուք պատասխանեք, թե COVID-ի գործից ինչ կա COVID-19-ի։ Մոտ 6 տարի այդ քննությունը գնում է։ Արսեն Թորոսյանը ուժային կառույցներին ամեն ինչի մեջ մեղադրեց պոպուլիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, դիլետանտության, ու հիմա ինքը նախարար է, իսկ դուք 6 տարի այդ գործը քննում եք։ Այն պայմաններում, երբ ֆինանսների նախարարությունը վերահսկողական ծառայության շուրթերով ավարտում եմ, պարոն Արշակյան, մի մեծ եզրակացություն է տվել, թե որ հիվանդանոցները ինչպիսի ծառայություն են մատուցել եւ ինչպես է Արսեն Թորոսյանի ընկերների ղեկավարած հիվանդանոցներ ավելի շատ ստացել փոխհատուցում պետությունից, մյուսները ոչ, արձագանքի ժամանակ կներկայացնեմ թվերը։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան, դուք բնականաբար ըստ էության քաղաքական հարցադրումներ արեցիք, որոնց ես կփորձեմ իրավաբանորեն պատասխանել։ Նախ իմ հաղորդման մեջ նշվել է, որ ընդհանուր տատի է տրվել շուրջ 298 հանրային ծառայող եւ այստեղ որևէ տարանջատում չի տրվել նախկին պաշտոնյա թե ներկա պաշտոնյա։ Նաեւ հաղորդման մեջ առանձնացվել են որոշակի բարդություն եւ բացահայտման եւ քննության տեսանկյունից որոշակի դժվարություններ առաջացրած քրեական վարույթները, որոնք հատկապես աչքի են ընկել իրենց բազմադրվածությամբ, պատճառված վնասով, հափշտակության առարկայով եւ այստեղ տեղ են գտել ինչպես նախկին պաշտոնյաներ, այնպես էլ ներկա պաշտոնյաներ։ Ես ուզում եմ ձեր հարցադրմանը պատասխանել, որ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար չկան նախկին եւ ներկա պաշտոնյաներ, կա ընթացակարգ հստակ, կա քրեական դատավարություն եւ համապատասխան հաղորդումների հիման վրա քննվել են քրեական վարույթներ, այդ թվում նաեւ նախկին տարիների նախաձեռնված քրեական վարույթներ եւ հասել են իրենց տրամաբանական ավարտին։ Եվ նորից եմ ասում, հնչեղություն ստացած քրեական վարույթների մասով հաղորդման մեջ տեղ են գտել որոշակի արձանագրումներ, բայց բնականաբար դրանք չեն սպառվում այն ցանկով, ինչ որ ներկայացվել է հաղորդման տեքստում։ Մենք ունենք 298 հանրային ծառայող, որոնց մեջ նաև որոշակի թիվ են կազմում գործող պաշտոնյաները։ Այս մասով այսքանը, ինչ վերաբերում է COVID-ի վերաբերյալ ձեր հարցադրումներին, COVID-ի հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է մի քանի քրեական վարույթ, ժամանակի ընթացքում այդ քննված քրեական վարույթներից մեկը կամ մի քանիսը, այս բանը չեմ հիշում, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, դատարանում եւս այսինքն ընթացիկ վարույթ ունենք, իսկ այն մասով, որը շարունակում է հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը, իրականացվում են անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ եւ երբ որ այդ վարույթները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, դուք եւ հանրությունը այդ մասին կիրազեկվի։ Շնորհակալ եմ։ Արձագանք։
Շնորհակալություն։ Պարոն Նահապետյան, կխնդրեի անուններ հնչեցնեք, գործող պաշտոնյաների մի քանի անուններ հնչեցնեք, որոնք անցնում են տարբեր գործերը, որտեղ հաղորդման մեջ ոչինչ ես չգտա, ասում եմ 12 էջ վերաբերում է նախկիններին։ Եվ ուզում եմ հետաքրքրվել, դուք ինչու այնուամենայնիվ կարճեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքների եւ նվիրատվությունների այդ գործը, երբ որ օրինակ Երեմյան ընկերության աշխատակիցները, որ մոտավորապես ստանում են 200,000 դրամ աշխատավարձ, իրենք իրենց 10 ամսվա աշխատավարձը նվիրել էին ՔՊ-ին ու հետո պարզվեց, որ տեղյակ չեն եղել իրենց հետ երբ խոսել էին լրագրողները։ Այսինքն դուք ասում եք, որ այդտեղ կոռուպցիա չկա, ո՞նց եք կարճելի, ինչ հիմքով։ Եվ ասում եք անիմացիաներ են կարել, որ պետք է դիմեք բոլորը հակակոռուպցիոն մարմին։ Ես դիմել եմ բազմաթիվ հաղորդումներով, ոչ մի բան չեք արել այդ հաղորդումներով։ Եվ քանի որ ժամանակը սուղ է, ուզում եմ նաև ձեր պաշտոնական դիրքորոշումը իմանալ, Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը ձեր որոշմամբ եւ նախարարի հրամանով կասեցվել է նրա լիազորությունները կոռուպցիոն բնույթի ինչ որ հանցանքի մեջ ներգրաված լինելու հիմքով։ Բայց այդ մարդը ձեր կասեցումից օրեր հետո, շաբաթներ հետո գնում է Սևանում նախարարի եւ մարզպետի հետ իրականացնում է բացում ԿՏ-ի սենյակի։ Բա ձեր ասացումը քանի կոպեկ արժեր, այսինքն ձեր կառույցի նկատմամբ պետական վերաբերմունք այդպեսին է։ Շնորհակալություն։ Նախ ձեր կողմից ներկայացված հաղորդումների հետ կապված Տիկին Թոմասյան, այդ հաղորդումները մանրակրկիտ ուսումնասիրվել են եւ այդ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ դուք գրավոր իրազեկվել եք, նաեւ իմ կողմից ձեզ համապատասխան գրություն է հասցեագրվել, թե որ դեպքում ինչ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդման որևէ դրվագով քերական վարույթ չի նախաձեռնել։ Եթե դուք ունեք իրավական առումով էական հակափաստարկներ, ապա օրենքը հնարավորություն է տալիս այդ որոշման հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արտահայտված դիրքորոշման մասով դիմել իրավասու մարմիններին, թվում նաև վերադաս դատախազին կամ այնուհետև նաև դատարան եւ վիճարկել հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները այս մասով։ Ես ճիշտ ասած, որքան տեղյակ եմ, դուք իրավական այդ ընթացակարգով չեք շարժվել եւ համապատասխան փողոք օրենքով սահմանված անձանց եւ մարմիններին չեք ներկայացրել։ Իսկ շեր հաղորդումը բազմադրվակ էր եւ ես հաղորդման մանրամասներին այս պահին չեմ կարող անդրադառնալ։